ես եկել եմ որպես լրիվ ապաքաղաքական մարդ, որը ուզում է մեր գերիների համար այստեղ կանգնած լինել։ Իրականում չգիտեմ ինչ ակնկալել, որտեղ հասկանում եմ, որ շատ հնարավորություններ չի լինելու էլի ինչ որ ուղերձ փոխանցել, բայց մտածում եմ, որ ինչքան լավ չի, որ այսօր այստեղ քիչ մարդ կա, երբ որ շատ ավելի ոչ կարևոր այսպես առիթների կամ չգիտեմ, ինչ որ բաների համար շատ ավելի մարդիկ են հավաքում, օրինակ համերգի։ Ազատություն Բաքվում գտնվող մեր գերիներին։ Եվ մեր պարտքը համարեցինք մասնակցել եւ մեր աջակցությունը ցուցաբերել, այսինքն մեր բողոքը ավելի ճիշտ ոչ թե աջակցություն կազմակերպիչներին եւ բողոք այս խայտարակ երևույթի դեմ։ Ես չգիտեմ ոնց ինքը հասնի թե չէ, բայց կարծում եմ այդ հաշվարկով պետք չի մասնակցել այս ամեն ինչ։ Ուղղակի դու մասնակցում ես, որովհետեւ համարում ես, որ դա պետք է անել։ Միջազգային հանրությունը, իրեմս նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների որպես գերտերություն, իհարկե ունի հնարավորություններ, լծակներ ազդելու Ադրբեջանի ռազմական հանցագործ իշխանությունների Ալիևի ռեժիմի վրա, որպեսզի վերադարձնի հայ պատանդներին, հայ գերիներին։ Եվս մարդկանց Բաքվի բանտերում գտնվելու փաստ ամոթ է, եւ քաղբանտարկյալների արկայությունը Երևանի բանտերում ամոթ է, եւ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները ամոթ է։ Այս ամենը ինչի մասին աշխարհը պետք է իմանա, Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հրահանգներով կարգավորել այնպես, որ վեն ստեստի մենակ այսպես ասած ուրախ զվարթ քյաբաբային Հայաստանը դա չի։ Հայաստանը այսօր դա չի, 20 թվականի նոյեմբերից սա ուրիշ Հայաստան է։ Ազատություն Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։ Freedom!